Ողջույն բոլորին, այսօր ձեզ եմ ներկայացնում Զալտիկի նվիրված շատ հետաքրքիր և շատ ստացված Kinder Max-ի շարք։ Այսօրվա մեր հերոսները լինելու են ոզնիները և ամբողջ հավաքածուն կազմված է լինելու 5 ֆիգուրից։ Եկեք մի անգամից սկսեմ բացել և զուգահեռ խոսեմ կներկայացնեմ։ Այստեղ մենք ունենք 5 փաթեթավորում, գերմանատար տարբերակ ունեմ, բոլորը գերմանատար են, 5 փաթեթավորում, նապաստակ, գորտ, գառնուկ և խխունջը։ Չնայած մեր հերոսները ոզնիներն են, բայց փաթեթավորման վրա ոչ մի ոզնի նկար չկա։ Նոր տարվա նման Զալտիկի թեման Kinder-ի ավանդական թեմաներից մեկն է։ Ես ուսումնասիրել եմ արդեն նախապես ու ասեմ շատ եմ հավանել այս շարքը։ Սա հենց այն շարքն է, որը Kinder-ի դասական ավանդական ֆիգուրներն է ներկայացնում։ Kinder-ն է ինքը մտածում այդ ֆիգուրները և ներկայացնում։ Այսպես, մեր առաջին հերոսը, տեսնենք որ ոզնին է։ Եկեք սկզբի համար մի փոքր բայց եւի հարմարացնեմ հեռախոսը ու շարունակենք։ Այսպես ավելի հարմար է։ Եկեք առաջի Max-ից ցույց տամ այստեղ ինչ-որ խաղ է լինելու։ Եկեք նայենք մեր ամբողջ հավաքածուն։ Ուրեմն ունենք 5 ֆիգուր, 5-ն էլ ոզնի են, շատ գեղեցիկ, շատ ստացված, վերջում կանդրադառնամ և գնահատեմ, չնայած արդեն նայել եմ, իմ մեջ արդեն կարելի ասել գնահատել եմ, բայց կանդրադառնամ ամեն դեպքում վերջում, որպեսզի ես ինքս իմ ձեռքով հավաքեմ, տեսնեմ։ Մեր առաջին ֆիգուրը, հերոսը ինչ-որ տեսնեմ ճիշտ ենք հավաքում։ Մի վայրկյան հասկանանք այստեղ ինչ է կատարվում, նոր ես շարունակեմ։ Այսպես առաջինը հարմարացնենք սա, կարծում եմ ճիշտ եմ հասկացել։ Հետո սա, մի վայրկյան, ես մի հատ վերջ, արդեն պարզ է։ Առաջի հատվածը, երկրորդ, հատվածը և այսպես, վերջնական ստացանք մեր առաջին ինքնաթիռ կարուսել է ինքը, այսպես պտտվում է, նայեք ինչ գեղեցիկ, ինչ դրական էմոցիաներ առաջացնող ֆիգուր է մեր ոզնի առաջին։ Պետք է որ ինքը կանգնի, այո, կանգնում և պտտվում է։ Սա մեր առաջին ֆիգուրը, մյուսները կարծում ավելի հեշտ կլինի մեր համար։ Անցանք մյուսներին։ Տեսնենք ինչ դուրս կգա սրանից։ Չկրկնվես։
Հա, ես սա իմացա ինչ է արդեն։ Ուրեմն, այս զսպանակը այսպես հարմարացնում ենք իր տակդերին, պաստավկային։ Մեկը մեկից գեղեցիկին անկեղծ ասած, այս թեման շատ եմ հավանել։ Հիմա տեսնենք ոնց ենք ամրացնելու։ Կարծում եմ այսպես ուղղակի պետք է ամրացնենք։ Եվ այստեղ մենք ունենք շարժական զանգ։ Այս խաղի իմաստն է, որ պետք է մեր ոզնին կարողանա հարվածի զանգին զանգը զնգա ինքը այդպես հաղթի։ Նա տեսնենք ամեն դետալ ճիշտ տեղում ենք դնում։ Վերջ։ Նայեք։ Տեսակ 1 2 շատ լավն է։ Շատ գեղեցիկ անկեղծ։ Ամեն անգամ նույնիսկ պետք չէ այսպես մատով շարժել ոզնին, հենց այսպես շարժելով ինքը կփի զանգին։ Պատկերացնեք ինչ հետաքրքիր կլիներ, եթե զանգը փոքրիկ մետաղից լիներ ու ինքը զնգար։ Դա կլիներ մի հատ իդեալական բան։ Չնայած այսպես էլ է կարելի ասել իդեալական։ Երրորդն ենք բացում։ Տեսնենք երրորդից ինչ է դուրս գալիս։ Այսքանից գոնե, եթե ոչ 5-ը առնվազն եթե 4-ը դուրս գա, էլի գոհ կլինեմ։ Իսկ եթե 5-ը դուրս գա, կրկնվեց։ Առաջին կրկնությունը թե չէ։ Կրկնություն է, այո։ Մեր առաջին կրկնությունը։ Բացում ենք 4-րդը, հույսով, որ կրկնություն գոնե սա չլինի։ Արդեն մի հատ առաջին ճիշտ ձայնա գալիս։ Եկեք արագ բացենք։ Սա ինչ է, սա մեքենայով Եկեք առաջին հավաքենք մեր ոզնին։ Հետո այստեղ այս ձողը պետք է հավաքենք, բայց ինքը ունի ինչ-որ մեխանիզմ, այո, տեսնենք ճիշտ արեցինք, թե չէ, երևի առաջին պետք է մեր ոզնին դնենք, նոր հավաքենք երկրորդ հատվածը։ Առաջինը հավաքենք այսպես ոզնին, դնենք իր տեղում, հետո վերջ։ Հասկացանք։ Ոզնի տեղում նստած է, երբ որ ինքը հարվածում է ինչ-որ տեղ, նայեք, բարձրանում է։ Մի հատ էլ այսպես ցույց տամ։ Մեր ոզնին նստած է, մա ցույց տամ ուղղակի։ Շատ գեղեցիկ է։ Նույնիսկ դիմագծերը, միմիկան, այսպիսի դրական էմոցիաներով հավաքածու, ընդհանրապես այս տեղ մաքսները, որը բացել եմ, ամանորյա մամոնտները, սա մեկը մեկից լավն են, չկրկնվող մոդելներ են, չկրկնվող թեմա է, նորություն, նայեք, հարվածում է, բարձրանում է։ Երրորդ մեր ֆիգուրը, 4-ից 3 ունեցանք, վատ չի, դժգոհ չեմ։ Եկեք բացենք 5-ը։ Տեսնենք, եկեք X-ը բացեմ։ X-ը բացեմ։ Ես մեկը դժվար բացվեց։ Մի կողմից ուզում արագ անեմ վիդեոն,
մի կողմից էլ չեմ սիրում արագ, սիրում եմ բացեմ հաճույքով վայելեմ այդ հավաքելու պահը եւ կրկնություն զանգով տարբերակն է գոնե կրկնություն նույն ֆիգուրը դուր չեկավ այդ լավ է այսինքն մենք ունենք առաջի երկուսի կրկնությունները ինքնաթիռով եւ զանգով բացեցինք 5 հատ ես հույս ունեմ 6-ից գոնե կհանենք 4-ը եւ սա մեր վերջին հույսն է դուրս կգա թե չէ 4-ը երբ որ բացեցի ես նատունսների ձագերի մաքսին 6-ից 5-ը դուրս եկավ 7 հատը պետք է բացեի գործը տեսնենք ինչ դուրս կգա մեր վերջին 6-րդ կինդերից մաքսից 1 2 3 էլի նույնն է ափսոս նույնից առաջինից ունեցանք 2 հատ մատ բացեմ ամեն դեպքում համոզվեմ սա մեր զանգով տարբերակն է որը ունենք այսինքն 6-ից 3 հատ էլի չեմ դուրս գոհում հույսով եմ 2 հատն էլ կգտնեմ մեզ պակասում է որը ունենք մեզ պակասում է այս բադիկով տարբերակը որ բադիկին բռնում է եւ պակասում է այս որ տարանները պետք է հարվածի գցի տեսնենք եթե ինչ որ մեկը կունենա այն մոդելներ այն ֆիգուրները որը ես չունեմ եւ կարիք ունենա նրանց որոնք ես ունեմ սիրով կփոխանակեմ իսկ եթե չէ պետք է ամեն դեպքում կարծում եմ պետք է այս հավաքածուն պետք է ամբողջական ունենամ գնահատելու համար ի սկզբանե իմ համար պարզ է ինչ է գնահատելու այսպիսի գեղեցիկ ֆիգուրներ սա է իմ համար սա է կինդերի դեմքը գիտեք այսպիսի ֆիգուրներն է իմ համար ներկայացնում կինդերը 5-ից 5 միանշանակ 10-ից 10 եկեք էլ չերկարացնեմ շատ ուրախ է մի փոքր ավելի լավ կլներ որ գոնե 6-ից 4-ը մինիմում հանեինք բայց դե 6-ից 3-ը դուրս եկավ մնաց 2-ը պակաս այսօր 2026 թվականի ապրիլի 4-ն է այս անգամ այսքանը առայժմ